Եթե այս պահին դուք սուրճի մեջ ավելացնում եք 3 թեյի գթալ շաքարավազ, մենք գնալու ենք այն ուղղությամբ, որ վաղը փորձեք 2.5 թեյի գթալ ավելացնել։ Մի քանի ամիս փորձեք այսպես, քիմքը սովորի դրան, հետո դարձնենք 2 թեյի գթալ եւ այսպես քչացնենք։ Եվ միգուցե եթե դուք մի տարի հետո 1 թեյի գթալ շաքար ավելացնեք ձեր թեյի կամ սուրճի մեջ, դա շատ ավելի լավ լինի, քան 1 ամսվա ընթացքում լրիվ բացառեք շաքարավազը։ Այո, իսկ հետո նորից նույն սովորությանը հետ դառնաք։ Ինչ ուտել, ինչպես ուտել, երբ ուտել, որպեսզի առողջությանը վնաս չհասցնենք, դեռ մի բան էլ, ինչպես դուք նշեցիք, կանխարգելենք որոշ հիվանդություններ։ Սննդակարգը պետք է լինի բազմազան, սննդակարգը պետք է լինի բալանսավորված, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրերը պետք է լինեն բալանսի մեջ, պետք է մի փոքր սահմանափակենք շաքարի քանակությունը, ես այստեղ հատուկ նշում եմ մի փոքր պետք է սահմանափակենք, որովհետև չի գնում այստեղ բացառությունների, պետք է բացառենք, ընդհանրապես ոչ մի գրամ շաքար չուտենք, դա մեր միակ թշնամին է եւ այլն, որը որ այս պահին կարող ենք տեսնել, որ բավականին շատ պրոպագանդվում է եւ մենք հասկանում ենք, որ այստեղ կարող են լինել նաեւ ծայրահեղություններ։ Դրա համար շատ ավելի լավ է սովորություններ ձեռք բերելու ուղղությամբ աշխատենք, առողջ ապրելակերպ եւ առողջ սննդակարգ մենք պետք է ունենանք ամբողջ կյանքի համար, ոչ թե կարճ ժամանակահատվածի ինչ որ նպատակով կամ նիհարելու համար կամ դրա համար կտրուկ փոփոխությունները ոչ մի դեպքում մեզ չեն բերի նրան, որ մենք այդ փոփոխությունը, այդ սովորությունը ունենանք ամբողջ կյանքի համար։ Կան տարածված սխալ սովորույթներ, որ ունեն մեր տարեցները, մեր ծնողները ու մենք էլ կարծես թե այդ ճանապարհով ենք գնում։ Շատ տարբեր են մեր տատիկները, մեր ծնողները եւ մեր ժամանակահատվածը, որովհետեւ մենք մեր տատիկները տեսել են սով, իսկ տեսել են կրճատված սննդակարգ, կարող են տեսած լինել հացը ինչ որ կտրոնով առնելու, հատուկ քանակությամբ առնելու եւ այս ամեն ինչի ֆոնին նրանք կուտակում էին եւ պահում էին սնունդը, պահում էին վատ ժամանակների համար եւ ինչքան հնարավոր է կալորիական էին սնվում, մանավանդ օրինակ դաշտի աշխատող մարդիկ, գյուղատնտեսական ոլորտի մարդիկ, այսինքն իմ տատիկը մտածում էր, որ ճաշի մեջ պետքա լինի մեծ քանակությամբ ճարպ, որովհետեւ գիտեր, որ մարդը երբ որ տնից դուրս է գալիս, գնալու է երկար ճանապարհ, ծանր ֆիզիկական աշխատանք է անելու եւ դրա համար պետք էր էներգիա եւ ինքը չէր կարողանում պատկերացնել, որ ես տնից դուրս գալուց գնում եմ եւ նստում եմ, ոչ թե ծանր ֆիզիկական աշխատանք եմ կատարում եւ ինքը ուզում էր ինձ կերակրեր հենց այն տարբերակով, ոնց որ ես պիտի գնայի դաշտում աշխատեի, ծանր ֆիզիկական գործ անեի, ես միշտ ասում եմ, ես չեմ գնալու, այդ ծանր գործ անեմ, ես գնում եմ նստեմ, իսկ այդ նստելու համար ինձ այդքան էներգիա պետք չի, դա ավել է իմ համար, միևնույնն է չեն կարողանում դա հարմարեցնել, դրա համար օրինակ շատ դժվար կարող է լինել, մեր տարեցները կարող են ճաշը պատրաստել հենց այդ սովորություններով, կամ մինչև հիմա ձու են, չէ, ապուրների մեջ, այո, ձու կարող են ավելացնել ապուրի մեջ, յուղը կարող են շատ դնել, ալյուր լցնել ապուրի մեջ, որ խիտ լինի, որ կալորիականությունը շատ լինի, դրա համար մենք հասկանում ենք, որ այդ կամ օրինակ կարտոֆիլը առնում են 20-30 կիլոգրամով ձմռվա համար, այնինչ մենք ցանկացած ժամի, ցանկացած եղանակի կարող ենք այդ ամենը ձեռք բերել 2 հատով, 5 հատով, չգիտեմ 1 կիլոգրամով պետք չի առնել եւ կուտակել։ Մենք պետք է հասկանանք, ըմբռնումով մոտենանք, որ այն ժամանակներ ուրիշ էր եւ դա բնականաբար վարքի վրա մեծ ազդեցություն է թողնում, երբ որ մարդը սով է տեսնում։ Երբ մարդ սով է տեսնում, իր համար սնունդը շատ ավելի մեծ նշանակություն ունի, շատ ավելի կարճած կարող ենք լինել մենք այդ սննդամթերքներին, պահեստավորման առումով, ավելի շատ կալորիա ստանալու առումով, այս ժամանակ ուտել չթողնել, անգամ եթե դու սոված չես ուտել, որտեվ կարող է էլ չլինի այդ վարքաբանական փոփոխությունը մենք կարող ենք տեսնել այն մարդկանց շրջանում, ովքեր որ սննդի սահմանափակում են տեսել, մենք դա պետք է հասկանանք եւ մեր հենց մեծասակ ծնողների, տատիկների, պապիկների վարքագիծը սննդի առումով հենց դրանով է պայմանավորված ավելի մեծ ժամանակահատված եւ այդ մասին ես ելի եմ խոսել հենց մեր տոնական օրերին կամ նոր տարվա սեղան այդքան ճոխ պատրաստելը ելի դրա նշան է, որովհետեւ չի եղել սնունդ, մարդիկ կուտակել են այդ ժամանակահատվածի համար, հետո մեկը մյուսին փորձել է ցույց տալ, այսինքն դա ամեն դեպքում ավելի չլինելու, ավելի տխուր բանի մասին է խոսում, այո, Ինչ է ցավալի, այդ ամենը փոխանցվում է
նույն պահեստավորելը, թեկուզ ափսեի մեջ թողելը երեխաների մանկապարտեզներում փոխանցվում է։ Ինչը որ մեզ ասել են, որ չի կարելի ափսեի մեջ թողնել, ես շատ հաճախ հանձնարարություն եմ տալիս իմ պացիենտներին, ասում եմ այսօր հանձնարարություն եմ տալիս, ձեզ կարելի է ափսեի մեջ թողնել։ Ամեն անգամ ուտելուց բարձրաձայն կարող եք ասել, որտեվ մեզ այնքան են ասել, չի կարելի է ափսեի մեջ թողնել, դու պիտի մինչև վերջ ուտես, դու պիտի հացով ուտես։ Այդ ամեն ինչը եթե նկատեք, դրանք բոլորը այդ սնունդ ինչի ենք հաց ավելացնում, որտեվ դա էներգիա է։ Ինչի ենք շաքարաջուր երեխաներին տալիս առավոտյան, մեղրաջուր տալիս, որովհետև այլ սնունդ չկար, կալորիա էր պետք։ Հիմա ցանկացած փոքրիկ բատոնչիկ այդ բոլոր կալորիաների տեղը լրացնում է եւ կարիք չկա երեխաներին շաքարաջուր ավելացնելու։ Դա այն ժամանակ էր, երբ սնունդը չէր հերիքում եւ պետք էր գոնե թե դատարկ կալորիաներով երեխաներին պահել, մինչեւ որ որոշակի սնունդ կլիներ։ Այնպես որ մենք արդեն երիտասարդ ավելի սերունդը այս կոնտեքստում պիտի նայի այդ սովորություններին եւ ոչ թե որ դա է, դա ազգայինն է կամ օրինակ այդպես ենք սովորեք ուրորեն այդպես էլ շարունակում ենք անել, այլ այդ ամենը փորձի դնել հիմիկվա 21-րդ դարի կյանքի, ինչքան եմ ես շարժվում, ինչքան էներգիա եմ ծախսում, էներգիայի ամենահասարակ պահպանման օրենքները եւ մնացած բաները, հա, որ ես պարզա, որ այն ժամանակահատվածի չափ չեմ աշխատում, թեկուզ նրա պատճառով, որ լիֆտեր կան, ավտոմեքենա կա, իսկ այն ժամանակ անցած անգամ ասում եմ, հա, գիրք էի կարդում, որտեղ որ գրված էր, որ մենք տնից դուրս եկանք եւ պետք է 2 օր քայլեինք մինչեւ աշխատանքի տեղը, հա, ոնց որ մի 2 գյուղ պիտի անցնեին, շատ երկար ժամանակ էր, հետո այնտեղ պիտի մնային, աշխատեին, հետ դառնային այդքան։ Մեր համար անգամ երբ որ գրքի մեջ այդպիսի բան ենք կարդում, շատ տարօրինակ, հա, աչքին բան կարող է թվալ, որովհետեւ հիմա ցանկացած վայր գնալու համար շատ կարճ ժամանակահատված է պետք։ Եվ ոչ մի ջանք եւ ոչ մի էներգիա։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել եւ հիշեցնել, որ պրեպարատները շատ ավելի քիչ կարող են ազդել լյարդի վրա կամ այլ օրգան համակարգերի վրա եւ ավելի լավ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա, քան օրինակ, չգիտեմ, շատ վախենալու բաներ չասեմ, բայց օրինակ ալկոհոլը Թեկուզ հենց ալկոհոլը կամ ճարպոտ սնունդը ավելի վատ ազդեցություն կարող է ունենալ լյարդի վրա, քան մի պրեպարատը, որը խմեցինք խոլեստերինի համար կամ զարկերակային ճնշում իջեցնելու համար։ Հետո հիշում ենք, ինչքան շուտ սկսեցինք խմել պրեպարատը, ինչքան առողջ ապրելակերպը կողքից կպցրեցինք այդ ամեն ինչին, այնքան ավելի քիչ պրեպարատների քանակություն ենք ունենալու։ Եթե չթողեցինք ծայրահեղ թվերի, բարձր թվերի դեկոմպենսացված երկար ընթացքի։ Ինչ է ցույց տալիս ձեր պրակտիկան, ձեր պացիենտներից, ձեր բուժառուներից, տարեցները հիմնականում ինչ խնդրով են գալիս եւ ինչպես է հնարավոր լինում սննդակարգի փոփոխությամբ հասնել դրական տեղաշարժի։ Դուք արդեն մի քանի հիվանդություն նշեցիք, որ բնորոշ են մեր երկրում տարեցներին։ Ցավոք սրտի տարեցները շատ դիմելություն չունենք տարեցների, եթե ես տարեցներ ունեմ իմ պրակտիկայում, երեխաները բնականաբար բերել են, այնտեղ արդեն ունենք ծանր խնդիրներ, ոչ թե սննդակարգի հետ կապված, այլ մենք արդեն ունենք քաշի հետ կապված ծնկոսկրերի, հոդերի հետ կապված խնդիրներ, երբ որ մենք արդեն, հա, պացիենտ արդեն պետք է գնա վիրահատությանն էլ չեն կարողանում գնալ քաշի պատճառով, այստեղ խիստ ցուցում է քաշի նվազեցումը, օստեոպարոզի խնդիրներ կարող են գալ, որտեղ որ սննդակարգելի մեծ նշանակություն ունի, կանխարգելումը մեծ նշանակություն ունի, քանի որ լսում եք դիետոլոգի եւ դիետոլոգը ամեն դեպքում ձեզ մոտ ասոցացվում է նիհարելու հետ, ուզում եմ նշել, որ բազմաթիվ դիետաները եւ շատ նիհարելը բերում է օստեոպորոզի ռիսկի ավելացման։ Իսկ մենք 40-ից հետո կանանց շրջանում օստեոպորոզը բավականին մեծ տարածվածություն ունի